Մխիթար Գոշի գիրք դատաստանի աշխատությունը տարբեր հրատարակություններ է ունեցել եւ նա մեզ հասել է նաեւ 3 տարբեր խմբագրություններով, բազմաթիվ ձեռագրական օրինակներով եւ ամենատարածված աշխատություններից մեկն է եղել միջնադարում։ Նրա տարածումը նաեւ եղել է մեր գաղթավայրերում, այսինքն բուն Հայաստանից դուրս նա կիրառություն է գտել նաեւ տարբեր համայնքներում, նույնիսկ Լեհայոց կանոնադրության մշակման հիմքում է եղել, որ լեհական Սեյմը նույնիսկ այն խմբագրություններով հաստատել է հայկական համայնքի համար որպես իրավակարգավորումների հիմք եւ նաեւ այլ վայրերում, նույնիսկ Վիրահայոց թեմում, Աստրախանում եւ տարբեր այլ վայրերում, մինչեւ Սուդան, նույնիսկ եւ Հնդկաստան հասել է որոշակի կիրառություն է ունեցել, բնականաբար ադապտացվելով, հարմարացվելով տեղի պայմաններին։ Տարբեր լեզուներով հրատարակումներ է ունեցել եւ իհարկե նրա պես քննական բնագրային հրատարակությունը Խոսրով Թորոսյանի կողմից է կատարվել խորհրդային տարիներին եւ նաեւ հետագայում մատենագիրք հայոց այդ շարքում առանձին հատորյակով նրա ստեղծագործությունների ժողովածուն հրատարակվել է եւ հասանելի այսօր հայ ընթերցողի համար։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։